Բարև ձեզ, Վարշավայից իր աշխատանքն է մեկնարկում ՎՏ Հայաստան Նյուզը։ Այստեղ կգտնեք միայն ստուգված բազմակողմանի և օբյեկտիվ տեղեկատվություն։ Տաղավարում աշխատում է Ռազմիկ Մարտիրոսյանը։ Ընտրություններից 2 ամիս առաջ Ազգային ժողովի իշխող քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը արտահերթ նիստով ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծ է ներկայացրել։ Ըստ նախագծի արգելվելու է դաշինքների, կուսակցությունների կողմից անձնանունների կիրառումը։ Դաշինքի անունը չի կարող պարունակել նաև վիրավորական կամ զրպարտչական բնույթի բառեր կամ այլ արտահայտություններ։ Ազգային ժողովի նիստին զուգահեռ ուժեղ Հայաստանի ներկայացուցիչները խորհրդարանի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում, նշելով, որ հապճեպ փոփոխությունների թիրախում իրենց առաջնորդն է։ Հիմնական զեկուցող Արուսյակ Ջուլհակյանը պարզաբանեց, որ սա վրիպակի արդյունքում է մնացել ընտրական օրենսգրքում։ Հիմա վերացնում են այդ վրիպակը, իսկ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները շեշտեցին, որ այս փոփոխությունը կարող է ազդել ընտրական գործընթացի վրա։ Նպատակ է եղել ի սկզբանե ներկայացված փաթեթով եւ առաջին ընթերցմամբ ընդունված փաթեթով 81-րդ հոդվածի երկրորդ մասի երկրորդ նախադասությունը հանել։ Հետևյալն է սա. կուսակցությունների դաշինքի դեպքում դաշինքի անվանման ներքո փակագծերում նշվում են դաշինքի անդամ բոլոր կուսակցությունների անվանումները։ Այսինքն ես գործող օրենսգրքի տեղեկանքն եմ ձեզ ներկայացնում։ Նպատակը եղել է դա հանելը։ Այս գործընթացը ինքնին հակաիրավական է։ Կապ չունի, թե դուք ինչ պատճառաբանություն եք դրել, տեխնիկական ենք, նախադասությունը կեսից ջնջվել էր եւ այլն, դուք օրենսդրություն եք փոխում ընտրական ընտրություններից 2 ամիս առաջ։ Եվ եթե ինչ-որ մեկ ասում է, որ սա հիմնարար փոփոխություն չի, լուրջ եք ասում։ Ընդդիմադիր ամենամեծ քաղաքական մասնակցության հայտ ներկայացրած ուժը արդեն հայտարարել է իր անունը ու հանկարծակիորեն դուք օրենք եք ներկայացնում, որը սահմանափակում է եւ արգելում է դա անել, լուրջ։ Հիմա երբ ընտրական գործընթացը սկսվել է, հայտարարվել է, հանրապետության նախագահը հրամանագիրը ստորագրվել է եւ արդեն քաղաքական ուժերը հայտ են ներկայացրել, այս փոփոխությունը այո հիմնարար է, ազդում է ընտրության արդյունքների եւ ընտրարշավի ամբողջ գործընթացի վրա։ Մինչև 2031 թվականը Հայաստանը կունենա նոր կաթողիկոս։ Նիկոլ Փաշինյանի գլխավորած քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն է այսպիսի խոստում տվել։ Կաթողիկոսին գահից իջեցնելու իշխող թիմի շուրջ 1 տարի չընդհատվող պայքարը հիմա արդեն նախընտրական ծրագրային դրույթ է։ Իշխող ուժի ծրագրում գրված է, թե եկեղեցու ղեկավարության գործունեության հետևանքով հավատավորներն օտարվել են եկեղեցուց, սակայն վիճակագրական կոմիտեի տվյալներն այդ մասին չեն։ Հայաստանում հայ առաքելական եկեղեցու հետևորդ է բնակչության 95.2%-ը, 2.793.042 մարդ։ Քաղաքացիական պայմանագրում համոզված են, ոչ թե սահմանադրություն եւ օրենքներ են խախտում եկեղեցու բարենորոգում խորագրի ներքո, այլ վերականգնում են սահմանադրական կարգը, եկեղեցին դուրս են բերում քաղաքականությունից։ Քրեակատարողական հիմնարկներում ազատազրկված անձանց հոգևորականների այցելելու արգելքի մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ ՎՏ Հայաստան Նյուզի գրավոր հարցմանի պատասխանել են քրեակատարողական ծառայությունից։ Պատասխանում նշվում է, որ քրեակատարողական հիմնարկներ մյուս հոգևորականների կողմից այցեր իրականացվել եւ շարունակում են իրականացվել։ Դադարեցվել է միայն մեկ հոգևորականի Տեր Գրիգոր Քահանա Հովհաննիսյանի մուտքը քրեակատարողական հիմնարկներ, քանի որ ստացվել է զեկույց այն մասին, որ Քահանանն ու Բարաշեն քրեակատարողական հիմնարկում հնչեցրել է քաղաքական հայտարարություններ եւ իրականացրել քարոզչություն։ Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ քրեակատարողական հիմնարկների հոգևոր առաջնորդ հոգեշնորհ Տեր Իսահակ Վարդապետ Պողոսյանը մեծ զրույցում մանրամասներ է ներկայացրել, որը կարող եք գտնել մեր Facebook-յան հարթակում։ Ապրիլի 7-ը Հայաստանում նշվում է որպես մայրության եւ գեղեցկության տոն։ Ըստ հայ առաքելական եկեղեցու տոնացույցի ապրիլի 7-ը Սուրբ Աստվածածնի ավետման օրն է։ Այսօր ավարտվում է նաեւ կանանց միամսյակը, իսկ որքանով են Հայաստանում պաշտպանված կանանց իրավունքները։ Թեմայի վերաբերյալ կզրուցենք իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի հետ։ Տիկին Ալեքսանյան, քանի որ այսօր մայրության եւ գեղեցկության տոնն է, նախ շնորհավորում եմ ձեզ եւ նաեւ կանանց իրավունքների պաշտպանության առումով կցանկանայի անդրադառնանք Հայաստանում առկա իրավիճակին, ինչպես է գնահատում։ Ես էլ եմ շնորհավորում հայ կանանց, ես գնահատում եմ ծանր հայ կանանց վիճակը։ Այս իրավիճակում ինչ որ կատարվում է Հայաստանում, թեպետ կանայք են կրում այդ տառապանքները, այդ ծանրությունը, տղամարդիկ էլ, բայց դե կանայք
մի ուրիշ ունակություն ունեն, ավելի տրվելու, ավելի նվիրվելու եւ դրա համար նրանց տառապանքները շատ են եւ այսօր Հայաստանում մարդու իրավունքների վիճակը բավականին վատ է, նահանջ է ապրում մարդու իրավունքները եւ կանայք պայքարում են եւս եւ չգիտեմ չեմ կարող ասել, որ նրանց վիճակը լավ է։ Ես ուղղակի այնքան շատ չեն այդ արձագանքները, մի տեսակ հիմա ոնց որ համախմբվելու կարիք կա, բայց կանայք միշտ առաջին շարքերում են եղել եւ կարծում եմ, որ ավելի շատ են թիրախ դառնում այդ պայքարի մեջ, երբ որ նրանք պայքարում են հենց մարդու իրավունքների համար։ Տիկին Ալեքսանյան, Հայաստանի իշխանությունները բոլոր հնարավոր հարթակներից ասում են, որ ժողովրդավարություն է Հայաստանում։ Որպես երկար տարիների փորձ ունեցող իրավապաշտպան, ժողովրդավարության առումով Հայաստանում առկա իրավիճակն ինչպես է գնահատում։ Ես հանգիստ խղճով կարող եմ ասել, որ ժողովրդավարությունը խիստ նահանջ է ապրել եւ սա այն ժամանակահատվածն է շատ է նահանջել ժողովրդավարությունը Հայաստանում։ Երևի կասեմ, որ այդ տարիների 90-ականներից ես զբաղվում եմ մարդու իրավունքներով, ես հիմա գնահատում եմ, որ բավականին վատ վիճակում են մարդու իրավունքները։ Եվ ամենացավալին նա է, որ դրա դեռևս այդ լույսը չի երևում, որ մենք կարող ենք ինչ-որ բան փոխել, հա։ Ուղղակի համատարած է այդ խախտումները 2008-ին էլ էր մարտի 1-յան դեպքերից հետո ծանր իրավիճակում հայտնվել, բայց մի կերպ հաղթահարեցին կարծես դա։ Իսկ հիմա այսպես ամենատարբեր ոլորտներում մենք տեսնում այդ խախտումները, հասկանում եք, բաներ, որոնք նախկինում չեն եղել։ Օրինակ, հենց եկեղեցու դեմ հալածանքները, անօրինական, հակասահմանադրական, հակաբարոյական, այն խոսույթը, այն վերաբերմունքը, այն ձևը, որ մենք հիմա տեսնում ենք, եկեղեցու դա անսովոր մի վիճակ է, ոչ մի կերպ հնարավոր չէ սա մարսել, ասենք, ու չգիտես ինչ անես, հիմա պատկերացնում եք քաղաքացիական պայմանագիր իշխող կուսակցությունը իր նախընտրական ծրագրում ներառել է եկեղեցու դեմ պայքարը։ Պատկերացնում եք, դա հակասահմանադրական, ուրեմն հակասահմանադրական է։ Եկեղեցին անջատ է պետությունից սահմանադրությամբ, բայց իրենք դա որպես նախընտրական ծրագրում ներառել են որպես իրենց կառավարության ղեկավարը ամեն օր ինչ որ մի տհաճ մի պատմություն է բերում քաղաքացիների գլխին։ Չասեմ, որ այդ ձերբակալությունները հակառակորդ իրեն ուժերի հետ, հա, ասենք դիմադիրների, այդ անօրինականություն, այդ ապօրինությունները շատ են, հավատացեք, որ շատ են։ Եվ գիտեք, ասեմ ձեզ, որ շատ վատ եմ գնահատում այս իրավիճակը, ինչ առումով։ Եթե մինչև այսպես կոչված հեղափոխությունը համախմբված էր քաղաքացիական հասարակությունը, որը հստակ դերակատարում ուներ, այժմ այդ քաղաքացիական վերահսկողության բացակայությունը շատ է զգացնել տալիս։ Ձեր կարծիքն է հետաքրքիր նաև ընտրություններից 2 ամիս առաջ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու գործող իշխանությունների նախաձեռնության մասին։ Ինչու հիմա, որովհետև ընդդիմադիր ուժեղ Հայաստանի ներկայացուցիչները սա կոնկրետ իրենց դեմ ուղղված քայլ են համարում։ Այո, որովհետև ես էլ եմ կարծում, որ իրենց դեմ է ավելի շատ ձայն հավաքող եւ առաջ գնացող, ընդ որում շատ արագ նրանք դա կարողացան հասնել այդ արդյունքին, ես կարծում եմ, որ հենց իրենց դեմ է դա արվում։ Բավականին բաներ ունեն ձայներ էլեկտորատ այն հավաքել, այսպես ասած, իրենց հետևից եւ փաստորեն քաղաքացիական պայմանագիրը կամ իշխող ուժը չունի, շատ ցածր են նրանց
քվեն, որ կարող է ստանան, այսինքն այդ 20%-ի էլ չի հասնում, բնական է, որ ամեն ինչ անելու են, որ ինչ-որ բան փոխեն եւ նրանք շատ լավ կարողանում են չարաշահել իրենց պաշտոնական դիրքը, իրենց այդ իշխանական լծակները ցանկացած բանի օրինական կամ անօրինական, տեսեք ասում եմ, եթե իրենք եկեղեցու դեմ պայքարել են նախընտրական ծրագրում, դա ինչ է նշանակում։ Հիմա իրենք փոփոխություններ են կատարում, այն որ Փաշինյանը ասում է, որ եթե մենք սահմանադրական մեծամասնություն չկազմենք խորհրդարանում, պատերազմ է լինելու, հստակ նշում է երբ, սեպտեմբերին, ասում է աղետալի պատերազմ է լինելու։ Սա եւս մի շանտաժ է, սա ազատ եւ արդար ընտրությունների վրա ճնշման փորձ է։ Եվ այս ուժերը մասնակցող, ընդդիմադիր եւ այլն պետք է ընդվզեն այդ շանտաժի դեմ, ինչ է նշանակում, որ պատերազմ կլինի, եթե մենք չընտրվենք։ Սա եւս մի բան է, որը, գիտեք, սա սովորական ընտրողի վրա նաեւ ազդելու միջոց է, որը ազդում է, ես լսել եմ խոսակցություններ մարդկանցից, որոնք ավելի լավա պատերազմ չլինի, ասենք, որոնք այդպես իրավական բարձր գիտելիքներ չունեն եւ այլն եւ պատրաստ չեն, ասենք, այդ պատերազմը մի տեսակ եւ հատկապես այն ընտանիքները, որոնք զավակներ են կորցրել պատերազմում, սարսափով են պատկերացնում, որ կարող է նախընտրական շրջանը դեռ չի սկսվել, բայց մենք տեսնում ենք, որ ինչպես է Նիկոլ Փաշինյանը իր ուրախ ավտոբուսով ամբողջ շրջագայում եւ չեմ կարծում, որ նա մեծ համակրանքներ է հավաքում այս դեպի ընտրություններ։ Դուք տեսաք, թե նաեւ ինչ միջադեպեր տեղի ունեցան այդ իր այցելությունների եւ գիտեք, իրեն թվում է, թե ինչ ուզենե, ինքը այդպես է պատկերացնում վարչապետի պաշտոնը, որ ինչ ուզենա կարող է անել։ Դուք վստահ եմ տեսել եք մետրոյում են դիպվածը, երբ որ այդ կնոջ նկատմամբ էր այդ տոնով խոսում, գոռում, իդեպ հենց արժի այսօր հիշել դա, որ կանանց նկատմամբ էլ թե ինչ վերաբերմունք կա, եւ իհարկե հանրությունը տեսավ այդ կնոջը, իր արժանապատվությունը, թե ինչպես նա չընկրկեց, տեսնելով, որ վարչապետն է, իր հետ խոսում է եւ այդ արժանապատիվ կեցվածքը, որ իր հետ Տիկին Ալեքսանյան, շնորհակալ եմ ձեզ հետաքրքիր զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ, սիրով մասնակցեցի զրույցին։ Հայաստանի ավտոճանապարհներին խստացվող վերահսկողությունն ու աճող տուգանքները չեն կրճատում խախտումների թիվը։ Անցած տարվա ընթացքում հազարավոր վարորդներ զրկվել են վարորդական իրավունքից։ Մեքենաների կտրուկ աճին զուգահեռ ավելի ակնհայտ է դառնում, խնդրի լուծումը միայն պատիժը չէ, այլ նաև պատրաստված եւ զգոն վարորդների ավելացումը։ Երևանի ավտոճանապարհների տիրող իրավիճակի, վարորդական վկայականների եւ ավտոդպրոցների նշանակությանն անդրադարձել է Երևանից մեր գործընկեր Ասպրամ Ավանեսյանը։ Հայաստանում վերջին շրջանում խստացվել է ճանապարհային վերահսկողությունը, ինչի արդյունքում ավելացել է վարչական տույժերի քանակը։ Նախորդ տարվա ընթացքում վարորդական իրավունքից զրկվել է 5435 քաղաքացի։ Նույն տարվա ընթացքում բարեկները հայտնաբերել են առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու 31000 դեպք։ Ցուցանիշը մտահոգիչ է, իսկ ինչ անել։ 2025 թվականի օգոստոսի 2-ից առանց վարորդական իրավունքի մեքենա վարողները ենթարկվելու են ավելի խիստ վարչական պատասխանատվության։ Եթե նախկինում տուգանքը կազմում էր 25,000 դրամ, ապա այժմ այն կրկնապատկվել է 50,000 դրամ։ Եթե խախտումը 1 տարվա ընթացքում կրկնվի, ապա այն այլևս չի դիտարկվի որպես վարչական իրավախախտում։ Վարորդը կենթարկվի քրեական պատասխանատվության։ Որպես քրեական պատասխանատվության միջոց, վարորդի նկատմամբ կարող է կիրառվել մինչև 1 ամիս ժամկետով ազատազրկում։ 953,965 Հենց այսքան մեքենա է գրանցված Հայաստանում 2025 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ։ Ընդհանուրի ավելի քան 1/3-ը, շուրջ 343,220-ը Երևանում են գրանցված։ Վերջին 1 տարում մեքենաների թիվը Հայաստանում աճել է 44,639-ով, իսկ մայրաքաղաքում 11906-ով։
Նշված ցուցանիշները ուղիղ ազդեցություն են ունենում Երևան քաղաքում ընդհանուր տրանսպորտային հոսքերի անընդհատության վրա, քանի որ դրանք դարձել են երթևեկության մասնակիցներ։ Տարեցտարի անվերահսկելիորեն ավելացող մեքենաների հոսքին եւ միաժամանակ ավելի ու ավելի ծանրաբեռնվող ավտոճանապարհներին ստեղծված իրավիճակի դեմ պայքարի կարևոր ասպեկտ է կրթված եւ պատրաստ վարորդը։ Հայաստանում տասնյակ ընկերություններ եւ անձինք հանձն են առել վարորդներ կրթելու գործը։ Գրագետ վարման խնդիր ունենք Հայաստանում, կարծում է Ասպրամը։ Հասարակության մեջ կա այնպիսի թյուր կարծիք, որ նրանք կարող են անգիր անել թեստերը, հանձնել տեսականը եւ նրանք պատրաստ են արդեն մեքենա վարելու, սակայն սա ամենամեծ շփոթմունքն է եւ մարդիկ կան, որոնք ի սկզբանե տրամադրված չեն օրենքը տիրապետելու, որը երաշխիքն է իրենց անվտանգ երթևեկության եւ այո մենք ունենք խնդիր գրագետ վարման։ Երևանի փողոցներում ուսումնական մեքենաներ կարելի է հանդիպել ամեն քայլափոխի։ Դրանց արկայությունը սակայն միշտ չէ, որ ողջունվում է մյուս վարորդների կողմից։ Ավելի փորձառու վարորդները անհանդուրժող վերաբերմունք են ցուցաբերում սկսնակների նկատմամբ։ Առավել անհարգալից վերաբերմունքը հիմնական նկատվում է ուսումնական մեքենաների շրջանակում։ Բացի դրանից այսօր նույնը չէ ինչ որ օրինակ 4 տարի, 5 տարի առաջ կպատրաստվեին մեքենա վարելու ինչ այսօր, որովհետև այսօր շատ բարդ է երթևեկություն, շատ խիտ է ու իրոք պետք է լիարժեք կոփված լինել։ Կոփված պետք է լինեն նաև վարորդական վկայականի քննության հերթ կանգնածները։ Ամիսներ առաջ գրանցվելու, վերագրանցվելու, քննությունը չստանալու, այդքան փող ծախսելու, ծրագրային խափանումներին դիմանալու համար էլ քիչ կոփվածություն պետք չէ։ Նախորդ տարվա երկրորդ կեսին ներքին գործերի նախարարությունը ներկայացրել է մի շարք ծրագրեր եւ օրենսդրական փոփոխություններ, որոնք վերաբերում են վարորդական իրավունք ստանալու քննությունների կազմակերպմանը, թվայնացմանը եւ վերահանձնելու կարգերին։ Անդրադարձել ենք բոլոր կոմպոնենտներին, այսինքն թե կրթական բաղադրիչին, որը նախատեսում ենք ունենալ պարտադիր, եւ թե գործնական բաղադրիչին, որը կներառի տեսական եւ գործնական քննությունները։ Առաջին բաղադրիչի դեպքում նախատեսել ենք, որ պիտի ունենանք լիցենզավորված ընկերություններ, որոնք նախարարության կողմից մշակած քաղաքականությանը համապատասխան պահանջներին բավարարելու պայմաններում կտան կրթությունը, կապահովեն այս գործընթացը եւ կրթական համապատասխան վկայական ունեցող անձը միայն կկարողանա հաջորդիվ մասնակցելու տեսական եւ գործնական քննությանը։ Երևանը պատրաստ չէ մեքենաների ավելի շատ հոսքի։ Ավտոմեքենաների ավելացմանը զուգահեռ շատանում են վթարները, հաճախ անդառնալի հետևանքներով։ Սակայն այստեղ խնդիրը չի սահմանափակվում միայն ճանապարհների ծանրաբեռնվածության թեթևացմամբ կամ տուգանքի խստացմամբ։ Այս իրավիճակում անգնահատելի է պատրաստ ու խելացի վարորդի դերը։ Ասպրամ Ավանեսյան, ՎՏ Հայաստան Նյուզ, Երևան։ Լեհաստանի Կատովիցե քաղաքում մեկնարկել է շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը։ Մրցաշարին մասնակցելու հայտ է ներկայացրել 502 շախմատիստ, որոնցից 106-ը գրոսմայստեր է։ Հայաստանը ներկայացնելու են գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովանիսյանը, Գաբրիել Սարգսյանը, Մանուել Պետրոսյանը, Մամիկոն Ղարիբյանը, Էմին Օհանյանը, կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը, միջազգային վարպետներ Արթուր Դավթյանը, Արսեն Դավթյանը, Ռոբերտ Փիլիպոսյանը, Վահե Սուքյասյանը, Ֆիդեի վարպետներ Տիգրան Համբարձումյանը, Հայկ Երիցյանը, ինչպես նաև Ռաֆի Ղազարյանը։ Այս թողարկման համար նախատեսել էինք այսքանը։ Հետևեք մեզ ՎՏ Հայաստան Նյուզի Facebook-յան եւ YouTube-յան ալիքներով բաց չթողնելու համար Հայաստանի եւ Արևելյան ու Կենտրոնական Եվրոպայի գլխավոր նորությունները։